Կհիշեք, սիրելի հայրենակիցներ, որ մեր եռագլուխ ընդդիմությունը հայտարարում էր, որ եթե ընտրություններին մասնակցի 1.5 միլիոն մարդ, ապա իրենք հաղթանակ կտանեն։ Նաև կհիշեք, որ ընտրությունների օրվա ավարտին, երբ արդեն պարզ էր, որ մոտ 1.5 միլիոն մարդ են մասնակցել, ինչ ոգևորություն էր տիրում իրենց շրջանում։ Գիտեք ինչու էր այդպես, որովհետև իրենք մտածում էին, որ ի տարբերություն նախորդ անգամվա 2021 թվականի մեզ ընտրողների թիվը չի կարող լինել ավելի շատ, քան 680,000-ը։ Այսինքն իրենք մտածում են, որ եթե նախորդ անգամ մեզ ընտրել է 680,000 մարդ, ապա այս անգամ իրենց ստերով այդ 300,000 ադրբեջանցիների ու մնացած կեղծիքներով մեր ձայները հաստատ 600,000-ից ավել չեն լինելու։ Եվ մնացածը արդեն իրենք 3 կուսակցություններով միասին հավաքել են ավելի շատ։ Դրա համար էր այսօր Սամվել Կարապետյանը հայտարարում, որ իրենց հաշվարկներով մենք ամենաշատը 40% ձայն ունենք, որտեղ 600,000-ը 1.5 միլիոնի 40%-ն է, բայց շատ մեծ էր իրենց հիասթափությունը, երբ պարզվեց, որ Հայաստանի Հանրապետության մոտ 730,000 քաղաքացիներ ձայն են տվել քաղաքացիական պայմանագրին։ Այսինքն, որ ասում էր խաբվեցինք կամ մեզ խաբեցին, սա ինքնախոստովանություն է, որ այս մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ ժողովրդին չեն ճանաչում։ Այս է ամբողջ պլանը, սիրելի հայրենակիցներ, մի կողմից ստով նվազեցնել մեր ձայները, մյուս կողմից ընտրակաշառքով, դրսից բերած մարդկանցով, դրսի միջոցով դժգոհություններ գեներացնելով ապահովել իրենց քվեները։ Ընդ որում, եթե իրենք այդ քայլերը արած չլինեին, իրենց ընտրողները շատ ավելի քիչ կլինեին, մասնակցությունը ըստ այդմ շատ ավելի քիչ կլիներ, մեր հավաքած տոկոսը մոտավոր հաշվարկներով 56-57%-ից ավելի բարձր կլիներ, իրենց ավելի քիչ։ Սա է ամբողջ իրականությունը, որը կարող եք ստուգել պարզ թվաբանությամբ։ Լավ եղեք։